Ահա ինչպես են Հայաստանում ընտրություններից առաջ խուճապ սարքում։ Քաղաքական գործիչը բացում է պետական աճուրդների կայքը։ Երկրների ցանկում տեսնում է Ադրբեջան բառը։ Հետո սովորական գրանցման դաշտը ներկայացվում է որպես ազգային վտանգ։ Ասում են, իբր ադրբեջանցիներին պատրաստում են թույլ տալ գնել Հայաստանի պետական հողերը։ Հողերը։ Սա այն բառն է, որից հետո շատերը էլ չեն ստուգում։ Սկսում են բարկանալ, բայց հետքը ստուգեց արխիվը։ Ցանկը նոր չէր։ Նույն ցանկը եղել է մոտ 1.5 տարի առաջ։ Այնտեղ կա 239 երկիր ու տարածք։ Ադրբեջանը կա, Թուրքիան կա, Պակիստանը կա, նույնիսկ Անտարկտիդան կա։ Իսկ Անտարկտիդան Հայաստանում հող չի գնելու։ Պետական գույքի կառավարման կոմիտեն էլ պարզաբանեց։ Ցանկը ավտոմատ լրացված է եղել հենց սկզբից։ Ոչ մի նոր երկիր չի ավելացվել, ոչ մի գաղտնի դուռ չի բացվել, բայց խուճապը արդեն տարածվել էր։ Պրոռուսական տելեգրամյան ալիքները վերցրին այդ պնդումը և տարան մեծ լսարանների մոտ։ Սա ՖԻՄ-ի սովորական մեխանիզմն է։ Վերցնում են մի տեխնիկական մանրուք, կպցնում են Ադրբեջանի վախին, ավելացնում են 300,000 վերադարձող, ավելացնում են Արևմտյան Ադրբեջան։ Հետո մարդկանց ասում են, դավաճանությունն արդեն համակարգի ներսում է։ Մեկ դրոփդաուն դարձնում են դավադրություն, մեկ սուտը դարձնում են քարոզարշավի վառելիք։ Հերքումը գալիս